Հետո ես փորձում ես վիրավորես մարդկանց։ Թեժ կրքեր էին առավոտյան նոր Նորքի թաղապետարանում։ Մունատ չգաք, մունատ չտոն մի բարձացեք, ես ձեր հետ հանգիստ եմ խոսում։ Արի հանրային քննարկում հետո իրար հետ խոսանք առանց կամերա եղավ։ Պատրաստ եմ։ Դու լավ տղա ես։ Լավ տղեն դու չես։ Ամեն բան հերթով Երևանի նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը եւ ենթադրաբար թաղապետարանի աշխատակիցները ծեծել են ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Նա ավելի վաղ սոցիալական ցանցում գրել էր, որ գնում է թաղապետարան մասնակցելու հանրային քննարկմանը։ Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, որը պետք է հենց ինքը վարի։ Ասեք, որ չփորձի փախչել, որ հետո չասի իրանք գիտեին, որ այդտեղ չեմ լինելու։ Իր դեմքին եմ ասելու իր հայտարարած տան խրախճանքի պատասխանը։ Սակայն ինչպես երևում է հրապարակված տեսանյութում, միջև քննարկումը վիճաբանություն է սկսվում։ Չախոյանի նկատմամբ բռնություն է գործադրվում։ Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ոստիկաններն են մեկնել թաղապետարան։ Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության նոր Նորքի բաժին հաղորդում տալու։ Այնտեղից դուրս գալուց հետո ոստիկանների ուղեկցությամբ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Սրանք խուլիկաներ են, ոստիկանություն եմ գնում, գլուխս պատտվում է։ Հարցակվել են, սրանք խուլիկանի թալանչի պիղծ իշխանությունը, թաղապետի գլխավորությամբ։ Բոլորը արձանագրեք, հիվանդանոց են գնում ենք, որ հիվանդանոց են գնում։ Այո, ձերբակալ հասնենք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացրել են, որ միջադեպի պատճառով 6 անձ ձերբակալվել է, կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար։ Քաղաքապետարանի ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ վարչական շրջանի ղեկավարի գործողությունները գնահատել է թալանից ուշադրությունը շեղելու քայլ։ Միակ բառը, որ կար, որ Չախոյանը Արտուր հետ վերջի զրույցում ես խոսել եմ, ասում էր ես անկոտրում եմ մնալու կոռուպցիայի թալանի պայքարում եւ ես ամբողջը շեղում են, որպեսզի այդ կոռուպցիայից ու թալանից մենք շեղվենք։ Այս ամենին էլ երեքշաբթի նախորդել էր այն, որ նոր վարչական շրջանի ղեկավարը հեռախոսով հայհոյել էր Արթուր Չախոյանին ու ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Նոր Նորքում մանկապարտեզներից մեկի նորոգման աշխատանքներում բացահայտված թերությունների մասին տեսանյութի հրապարակումից հետո։ Մենք տեսնում ենք խուլիգանական պահվածք, ոչ վարչական շրջանի ղեկավարի վայել պահվածքը, որ զանգում է հայյանքա տալի, բացի պաշտոնյանից ինքը լավ տղա չի, ինքը, ասենք, փողոցայինով որ խոսենք, ինքը թռած թաղապետ է, որ մարդուն ասում են տեղ ժամ պայմանավորվում են գնանք տենանք, չի գալի, այն որ ասում են, որ հետո ուրիշ տեղեր չասի, դե ինքը բլոգերա բան էլի, սենց ոգևորված չխոսա, թռել է։ Որպես իրեղեն ապացույց Չախոյանը հանրայնացրել էր Նոր Նորքի թաղապետի հայհոյախառն հեռախոսազանգը։ Ու ի պատասխան այդ զանգի ակցիա իրականացրել հենց թաղապետարանում յոգուրտ լցնելով Նոր Նորքի թաղապետի նկարին։ Քաղաքական առումով եկել են թաղապետարանում իր Վերադառնալով արդեն չորեքշաբթիի դեպքերին, լրագրողներին հաջողվել է ոստիկանների հետ մտնել քննարկման սենյակ եւ զրուցել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ, որի ժամանակ էլ նա ասել է, թե գալիս են վարչական շրջանի ղեկավարին հայհոյում ու անվայել պահվածք են դրսևորում, ապա այո, ճիշտ է արել։ Ես ինձ սպասել յուրաքանչյուր նորմալ հայ մարդ։ Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է հայտարարել է Երևանի քաղաքապետարանը եւ նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը եւ անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք եւս բռնության ձևեր են եւ չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում։ Նանա Հրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։